Պարոն Ուշեղ, ինչքան ժամանակ է ապրում եք այս գյուղում, գիտենք, որ տարիներ շարունակ գյուղը տեղափոխելու մասին խոսք էր գնում, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ նոր գյուղ պետք է կառուցի, ինչ կասեք այս խոսակցությունների վերաբերյալ։ Ես արդեն 52 տարեկան եմ, դրանից առաջ շատ մոտավոր 60-ական թվականներից ես տեսել եմ ինչ-որ գյուղը կուզեն հանեն, բայց մինչև օրս չի ելել, բայց Նիկոլ Փաշինյանը մեծ հույսով է արել, որ անպայման գյուղը պետք է տեղափոխվի, ու մենք իրեն հավատում ենք, առաջնահերթ։ Մի քանի որ կապսի ջրամբարը դադարեցրել են, մի քիչ անհույս ենք արդեն դարել, որ ոչ ջրամբար կկառուցվի, ոչ գյուղը կտեղափոխեն։ Այսինքն, երբ նախկինում էլ հետաձգվել է ձեր գյուղի տեղափոխության հարցը, դարձյալ ջրամբարն է եղել խնդիրը։ Երևի թե ջրամբարն է եղել խնդիրը նախկինում էլ։ Այն ժամանակ հրաշարժից հետո 28 տուն ինձ կթվա ինչ որ անօտևանի կարգավիճակով էին։ Այդ ժամանակ մենք հրաժարվեցինք սերտիֆիկատներից, որ մեզի թազատ բնակարան կառուցեին։ Այդ հույսով մենք սերտիֆիկատները չվերցրեցինք, որ թազատ տուն կերտայինք ու այդպես մնաց։ Իսկ որ հատվածում էր ձեր նոր բնակարանները։ Դեպի բան է, այնտեղ մի հատ ռեստորան կա, Աշոտկա ռեստորանը, դեպի Կապսի ճանապարհի վրա է։ Նախագիծ կամ այսպես ասած մակետ ձեզ ներկայացվել է, որ գոնե տեսականորեն ունենաք պատկերացում։ Տեսել ենք, մեր արդեն տան բանալիներն ունենք թղթով, գիտենք որն է մեր տունը, որ համարի բնակարանն է մեր։ Իսկ ինչ սկզբունքով էին այդ տները բաշխվելու, սոցիալական վիճակը գնահատվում էր, ինչպես էր կարգավորվել։ Չէ, քառակուսին քառակուսու դիմաց պետք է տային տները, քանի քառակուսի բնակարանն է, այդքան է պետք է տային, իսկ կառույցների գումարը պետք է հատուցեին։ Ձեր գյուղում ներկա պահին քանի տնտեսություն կա, ինչքան մարդ է գնացել գյուղից։ Գյուղից շատ են գնացել, ներկա երևի 30 ընտանիք լինեն, չլինեն։ Իսկ ինչ խնդիրներ ունի ձեր գյուղը։ Իրանով բոլոր ամեն ինչը խնդիր է, խնդիրը դիած, բնակարանը արդեն նստել է լարի ֆունդամենտից քարերը սաղ նստել է, արդեն բլբլած վիճակ էլի, դաշե չենք ուզել տների վրա փող ծախսեն։ Իրանով լարի խնդիր է, ոչ մի բան չունենք, ոչ մի բան, բացի ջրից ոչ մի բան։ Հիմնական զբաղմունքը ո՞րն է ձեր գյուղում։ Անասնապահություն։ Անասնապահությունը ես ջրամբարի վրա կաշխատեի, հիմա այդ ջրամբարը դադարեցրեցին, նայենք ինչ կդեն։ Քանի որ աշխատում եք դուք ջրամբարի այդ շինարարական աշխատանքների ներգրաված եք, ինչն է պատճառը, որ դադարեցվեց աշխատանքները։ Պետական մակարդակով ասում են ժամկետներից է շեղումները եղել։ Այո, ժամկետների շեղում եղավ, դրա համար դադարեցրեցին։ 2 տարի ինչ որ սեթին ետ են ընկել աշխատանքից, որովհետև պետք է ասեն 26 թվի ապրիլին։ Մոտավորապես քանի տոկոսն է ջրամբարի կառուցված այսօր։ Մոտավոր 19-20%։ Իսկ ինչն է պատճառը այդ շեղումների, չկար վերահսկողություն։ Վերահսկողությունը շատ մեծ էր, վերահսկողությունը մեծ էր, ես չեմ կարող ասել, դե ես այնտեղ եղել եմ բանվոր, մանրամասը չգիտեմ ես։ Համենայն դեպս դուք ավելի ներքին խոհանոցից, այսպես ասած, տեղեկացված եք, քան շարքային։ Դե մեզի վերջի օրն է եկել, օրը առաջ մեզի բան տեղյակ են պահել, որ վաղվանից կորբի չկաք։ Այսօր գնացել ենք, հենց նոր եմ եկել այնտեղից, գնացինք պայմանագիրը խզեցինք, մինչև փետրվարի 19-ը ես պետք է աշխատեի այնտեղ, պայմանագիրս մինչև փետրվարի 19-ն էր։ Իսկ այլ առաջարկ բնակարանի փոխհատուցման ներկայացվել է, իսկ այդ սերտիֆիկատը որ մենք հրաժարվել ենք, սերտիֆիկատից հրաժարվել եմ, անձամբ ես հրաժարվել եմ։ Քիչ էր գումարը։ Գումարը քիչ էր, երեք ծենագի համար տալիս էին 9 միլիոն ինձ կտավ այն ժամանակ, 9 միլիոնով մի դաշե գյուղերում չես կարող տուն գնես։
Էլ որևէ նոր առաջարկ չի ներկայացվել Չէ, ձեզ։ չէ։ Ոչ մի առաջարկ։ Իսկ եթե ձեր տան հարցը այնուամենայնիվ չլուծվի, ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Քայլերս մնացել է միակ հույսս, որ տղաներից ամուսնացնեմ, սերտիֆիկատ այդ բան վերցնենք, հիպոթեկ վարկ վերցնենք, տեղափոխվենք ճյուղից, էլ մնանք ստեղ ինչ ենք։ Ստեղ մնալ էլ իմաստ չունի։ Եթե տուն չկառուցեցին, դիք 100%։ Իսկ դեռևս ունեք այդ հույսը, որ կկառուցվի։ Ես ով չունեմ, չգիտեմ։ Կարող է թորս տեսնի, բայց ես չէ։ Իսկ ինչ վարկածներ, կասկածներ ունեք, ինչն է պատճառը այս ձգձգումների, արդյոք դատարկում են միտումնավոր գյուղերը։ Չէ։ Ես կասկածանքներ չունեմ, չեմ կարող ասել, արդեն ես չգիտեմ։ Քանի որ մեր վարչապետը խոստացել է, գիտեմ, նոր պետք է անի։ Դուք մտածում եք, որ վարչապետը պահում է իր խոստումները։ Այո, ես 100% վստահ եմ։ Ինչ խոստում կառանձնացնեք, որը ըստ ձեզ նա կատարել է, պահում է, ընթացքի մեջ է կամ։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց հավատում եք։ Այո։ Հիմա փաստորեն դուք նաև անգործ եք։ Հիմա անգործ եմ։ Հենց հիմա արդեն ամսու 19-ից չեմ աշխատում։ Ինչով եք զբաղվելու արտագնա աշխատանքից։ Եթե չեղավ ջրամբարի աշխատանքը մինչև գարուն, անպայման արտագնա։ Անասուն ունեք հողատարած։ Քիչ։ Ձեր գյուղը ունի արոտավայրերի խնդիր։ Չէ, արոտավայրի խնդիր չունի։ Դա չեմ պահի, ժողովուրդը չեմ պահի, հիասթափվել են ամեն ինչ էժան է։ Հիասթափվել են, էլ պահեն ինչ անեն։ Ձեռնտու չի, հա, անասնապահությունը։ Դե ձեռնտու կատը էժան գտանին, միսը արդեն պրոբլեմ է ծախելը, մեր մարզում ոչ մի բոյնի չկարողանաց միսը ծախեց։ Շա ամեն ինչը պրոբլեմ է, հագային մորտե չեն թողնում հիմա։ Ձեր գյուղում էլ էր համաճարակ տարածված բրուցելոս, ստացել եք փոխհատուցում։ Դե իմս չի եղել, ես չեմ կարող ասել մյուսները ստացել են, չեն ստացել։ Ես չեմ ունեցել բրուսելոս։ Ընդհանուր առմամբ ինչպիսի վերաբերմունք ունեք իշխանություններին, ինչ եք կարծում, ինչքանով են իրենք կանգնած գյուղացիների կողքին։ Ես չեմ տեսել, էլի այդ բանը վերաբերմունքները չեմ տեսել, ես չգիտեմ։ Ձերմացու բաներ կդան, բայց ես չեմ օգտվել դրանցից։ Ինչու չեք օգտվել։ Դե չեմ բարել ես, ձեր չի տալիս։ Անջրդի հողերը դրա համար չեմ բարել ես։